Ով շինեց, ում նկատի։ Ինչը ով շինեց։ Հոկտեմբերի 27-ը։ Ես էի պրեզիդենտը։ Ռոբերտ Քոչարյանն էր հասարակ այդ ուչասկով են կլուծեր այդ հարցը, ապացուցվեր, կբռնվեր։ Այդ ուրա ուչասկովը չեկավ, չապացուցեց։ Հա։ Դե հիմա Նայիր Հունանյանը բանտում է։ Հետո վերջացավ դրանով։ Ազգը գլխատվեց։ Քոչարյանն է մեղավոր ձեր կարծիքով։ Այո։ Մենակ ես եմ ասում, ազգ այդպես գիտի։ Ազգին է շիտեղ դնել պետք չի, բրատ ջան։ Սա ազգը գիտի։ Ով ինչա։ Ինչ արի հայ ազգի համար։ Քոչարյանը 100 միլիոնի դիմաց սա Հայաստան եղած չեղածը տվել է ռսի։ Այո թե ոչ։ Հիմա ասում են դե իր ժամանակ կոնե պատերազմ չի եղել, Փաշինյանն եկավ պատերազմ եղավ։ Երբ պատերազմ չի եղել։ Ռոբերտ Քոչարյանի տանը։ Պատերազմը 90 թվերից եղել է։ Ոչ չեղել պատերազմ։ Քոչարյանի կառավարման տանի։ Հայ հերոսները ինչի են մեջքից խփնվում։ Ով էր խփում։ Մոնթեյնով է խփել։ Տղեկինով է խփել։ Իրանք են խփել, որ գայինս պետությունը զավթեին Հայաստանը։ Ղարաբաղը իրենց համար քիչ էր։ Բայց տեսեք Ռոբերտ Քոչարյանը ասում է, չէ, որ իր այդպես է պատերազմ չի եղել այդ տարիներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 20 թվականները Պատերազմ 90 թվերին պատերազմ չի եղել 90-ականներին, 90-ին չի եղել, 91-ին չի եղել, 3-ին չի եղել։ Նա Արթուր Մկրտչյանը երբ որ սպանվեց, այդ ինչ հրաշքով ինքը եկավ, Երևան ինչ հրաշքով եկավ, որպիսի աշխարհը իմանա մենք նույն ազգն ենք, նույն պետությունը, այդպես խաբեցին Վազգեն Սարգսյանին եւ բերեցին իրան դրեցին վարչապետ, հետո կնքվեց նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանի միամիտ գաղափարներով։ Այո թե ոչ։ Հիմա այսինքն այստեղ եկել եք Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Այո, ինքին վարչապետս է։ Եվ պատարակի եմ եկել։ Նա ձեր վարչապետը չի։ Ձեր վարչապետը չի։ Ես Ամերիկայից եմ եկել, ասեմ քեզի։ Ընկեր, եկել եմ մասնակցեմ պատարակներին ու գնամ։ Հիմա տեսեք Փաշինյանին աջակցում եք, շատ բան է փոխվել իր տարիներին։ Այո, շատ բան է փոխվել, շատ։ Ժողովուրդը ազատ խոսում է, ազատ ապրում է, իրան շատ 3-4 հոգի միտեղ հավաքվում էին, գալի ասում էին ով եք, ինչ եք բռնում էին, հիմա այդպես բան չկա։ Վախում էին մարդիկ խոսեին այն ժամանակ։ Հիմա ազատ խոսում են։ Հիմա հայոյում են, հիմա դեմոկրատիա է, բայց մի քիչ սուպեր դեմոկրատիա է, այդքան պետք չի։ Հիմա հեռախոսները վեկալում են, վազում են, միլիցիոներին նկարում են։ Ընդհանրապես ոչ մի պետությունում չի կարելի, երբ որ ոստիկանը ասում է պարկի պիտի պարկես, նստի պիտի նստես, կանգնի պիտի կանգնես։ Իսկ մեր Հայաստանում շատ ազատ է, այդքան սուպեր պետք չի դեմոկրատիա։ Հասկանում եք, պիտի ոստիկաններին ավելի շատ առավելություններ տա, որ ոստիկանը ճիշտ աշխատի, կարողանա աշխատի, հասկանում ես ինչ եմ ասում։ Մի քիչ դուր չի գալ, էլի, երբ որ ոստիկանների հետ լավ չեն վերաբերվում ժողովուրդը։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։